Գաղտնալսող սարքեր, գաղտնի նկարահանումներ, հետո որպես կոմպրոմատ օգտագործել։ Վերջերս նախադեպեր ունենք։ Չգիտեմ ախպարս ինչ ասեն։ Անգամ լոգարաններում տեսախցիկներ են դրվում։ Ովքեր կարող են անել, ինչ նպատակներով են արվում։ Չգիտեմ։ Կարծիք չունեք։ Խաղապար չունեմ, չէ։ Հնայացում համար սաղին չեն դնում։ Այ դուք ինչ եք կարծում, ձեզ որևէ ձևով դա կարող է սպառնալ, այսինքն նորմալ եք վերաբերում։ Ձեզ չէ։ Եթե ձեզ չի սպառնում, նորմալ եք վերաբերում։ Նայացում են գաղտնալսում։ Այ օրինակ մի քանի օր առաջ հոգևորականներից մեկի հետ կապված տեսանյութեր հրապարակվեցին, ինչ եք կարծում։ Դե որ տեսանյութը որտես բան արել ու ցույց են տալի, մի թողից գաղտնալսեն կամ տեսագրեն, ինչ պետք է գտնեն։ Հասկանալի, արդարացված եք համարում։ Մասամբ։ Որևէ ձևով ձեզ կարող է դա սպառնալ։ Ինչ վերաբերմունք ունեք մարդկանց անձնական կյանքը։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այսօր համատարած այդ process-ն է, ցավոք։ Թույլատրելի չի եւ կտրականապես դեմ եմ։ Գաղտնալսումների մասով ինչ եք կարծում, բանապես գաղտնի նկարահանում։ Չեմ վերաբերվում ընդհանրապես։ Վերջինս օրինակ դեպքեր եղան, որ անգամ լոգարաններում տեսախցիկներ են։ Դե սխալ է իմ կարծիքով։ Չէ, այդ ինչ չէ դա, պետական մարմինները ընդհանրապես ինչ են դա։ Բոլորի ասելով ամբողջ Հայաստանը լրտեսներ են։ Ուրեմն գաղտնալսումները պարտադիր է, որպեսզի հայտնաբերվեն այդ լրտեսներին։ Արդյոք անձնական կյանքի իրավունքի խախտում չի։ Ինձ թվում է որ դեպքերում պիտի լինի։ Որովհետև եթե շատ են, ուրեմն պետք է գաղտնալսեն, որ իմանան ինչ է, որովհետև մեր պետությանն է ամենաառաջինը վտանգում դա։ Իսկ այս վերջին դեպքը աղմկահարույց եպիսկոպոսի հետ կապված, Արշակ Սրբազանի հետ կապված։ Արշակ Սրբազանը եպիսկոպոս։ Արդյոք նորմալ եք վերաբերում դրան։ Ամբողջ հանրապետությունը գիտի, որ մենք եկեղեցի չեն գնում։ Ես չեմ գնում այդ բաների համար, եկեղեցականների համար չէ։ Եթե գնում եմ, ես գնում եմ ուղղակի եկեղեցի եմ մտնում, բայց ոչ թե իրանց համար, որովհետև մենք վաղուց գիտենք, թե իրանք ինչերով զբաղվում։ Տեսեք, մենք կարող ենք չգնալ, բայց արդյոք ամեն դեպքում անձնական կյանքի իրավունքի խախտում չի, եթե որևէ հանցանք չի գործել, արդյոք ներեկեղեցական ինչ-որ խնդիր չի դա։ Բոլորը լավ գիտեն։ Դիմա որ ստեղ ես ու դու կանգնած ենք, 10 հոգի կանգնացնենք իրար կողմ, բոլորը կասեն, որ եթե իրանք ինչերի մեջ են, ամբողջ քաղաքի գիտի ով ինչն է, բաժանած հանրապետությունը տարբեր մասերի, այդ քահանաները ինչեր ունեն, ինչ բիզնեսներ ունեն, ինչով են զբաղվում։ Գտնում եք, որ նորմալ է, այսպես շատ նորմալ է։ Ինձ մի հարցրեք։ Շատ վատ։ Շատ վատ։ Նորմալ չի, բայց դա բեզապասնս է, ոնց որ պետք է, էլի, դա լինի։ Նայած որտեղ ու ինչի համար։ Այ օրինակ այս վերջի աղմկահարույց դեպքը Արշակ Սրբազանի հետ կապված, որ տանը սարքեր էին տեղադրվել ու հրապարակվեցին, դա նորմալ է համարում։ Անձնական կյանքի իրավունքի դա նորմալ չի, դա նորմալ չի, եթե մարդու մասին մի բան գիտես, ավելի լավ է տենց անես, քան թե մտնես տենց գաղտնալս ես, դա սիրուն չի։ Ամեն դեպքում համարում եք անձնական կյանքի իրավունքի խախտում։ Իսկ հոգևորականներին գաղտնալսելը, տեսանկարահանելը ոչ մեկին էլ պետք չի, տեսանկարահանելը նորմալ է, բայց գաղտնալսել вообще պետք չի։ Հիմա խոսքս գաղտնի տեսանկարահանումների մասին էր։ Այսինքն ամեն դեպքում գտնում եք, որ ներեկեղեցական հարց է, եթե անգամ ինչ որ ուխտ են դրժել, պիտի եկեղեցու ներսում պարզվի, թե իրավապահների իշխանությունների միջամտելը արդարացված եք համարում։ Միջամտելի, եթե ինչ որ վատ բան են արել, հաստատ պետք է, որտեղ իրանց մեջ էլ սրբեր շատ քիչ են, էլի, որ նորմալ են իրանց պահում, շատ քիչ են։ Դա պետք է։ Տեսեք, ես ասացի, ենթադրենք ուխտը դրժել են, ինչ-որ հոգևորական եղել է ինչ-որ կնոջ հետ, դուք գտնում եք դա այնպիսի հարց է, որ պետք է միջամտել գաղտնալսեն։ Չէ, դա անձնական կյանք է, դա ինքը կարա իր գործը ամեն ինչը շատ լավ անի, բայց դա անձնական կյանքն է, բոլորն են ունեն։ Ինչպես եք վերաբերվում գաղտնալսումներին։ Նայած ինչի համար է արվում գաղտնալսումը, եթե օրինական է եւ արվում է կոնկրետ քրեական գործի շրջանակներում, դատարանի թույլտվությամբ, բնականաբար օրենքով սահմանված Օրինակ վերջերս աղմկահարույց դեպք եղավ Արշակ Սրբազանի հետ կապված, արդյոք դա անձնական կյանքի իրավունքի խախտում չէ։ Բնականաբար խախտում է անձնական իրավունքի, առավել եւս եթե պարզ չի, թե ով է գաղտնալսողը, ինչ նպատակով եւ ինչ է նշանակում մարդու բնակարանում տեղադրել գաղտնալսող սարքեր։
Մենք կարող ենք ենթադրել, որ ուրեմն բոլորիս տներում էլ կարող է լինել նման բան։ Այսինքն բոլորս մտահոգվելու առիթ պիտի Իհարկե պիտի ունենանք, բայց նաև պետք է ողջել դա երբ է արվել, դա շատ կարևոր է, հա, այսինքն արվել է 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 2 տարի առաջ։ Իսկ ինչպես եք վերաբերվում այս հակաեկեղեցական արշավին։ Կհաջողեն արդյոք ի վերջո։ Ես չեմ կարող ասել կհաջողեն, նախ ես չեմ հասկանում ինչ են անում, իմաստը որն է, նպատակը որն է։ Ես առհասարակ կարծում եմ, որ յուրաքանչյուր կառույց, մարդ, գործիչ պետք է զբաղվի իր բուն գործունեությամբ, այսինքն այն ամենով, ինչը նախատեսված է սահմանադրությամբ։ Ամեն դեպքում եկեղեցու հարցերը պիտի լուծվեն եկեղեցու ներսում։ Բնականաբար, այո։ Այդ շատ դեմ եմ։ Շտապում եք էլի։ Մենք ժամանակ չունենք, էլ ուշանում ենք։ Ինչին։ Գաղտնալսումներ, պրաստուշ։ Շատ ված։ Բոլորին չեն լսում։ Այն մարդկանց են լսում, որոնց պետք է լսել։ Այ օրինակ վերջին աղմկահարույց դեպքը Արշակ Սրբազանի հետ կապված եկեղեցական բարձրաստիճան։ Դե այդ չգիտեմ, Ոնց եք վերաբերվում, արդյոք անձնական կյանքի իրավունքի խախտում չէր։ դե չգիտեմ, թող Արդյոք այն հանցանքներ, որի համար կարելի էր գաղտնալսել։ հանցանքը իրոք հանցանք է։ Մի Նկատում եք ուխտի դրժումը, Այո, բայց արդյոք հանցանք է, բա ինչ ներեկեղեցական է։ չէր այդ հարցը։ Ինչ։ Արդյոք ներեկեղեցական հարց չէր, Դե որ ներեկեղեցական գուցե լուծվեր։ ով զբաղվի, երբ որ եկեղեցու ամենամեծը էլի նույն ձևի է վարվում, նույն մարդն է։ Էլի սրբապիղծ, ով մտածի։ Այո, պիտի եկեղեցին իր ներսում մաքրի Բայց նմաններից։ ասեկոսեներ են, չէ՞ դրանք ամեն Ոչ, դեպքում ասեկոսե չի։ Փաստերը կան։ Փաստեր կան, Եվ հրապարակվել են։ առաջի անգամ չի որ լսում ենք 30 տարի էլ այդ նույն բաները լսում ենք։ Շատ վատ չի կարելի։ Պաստուշկա։ Չի կարելի իսկապես, անթույլատրելի բան է, դա չի կարելի բալիկ ջան։ Վատ։ Գաղտնալսումները դա մարդու իրավունքների սահմանափակում է։ Եթե չկա լուրջ իրավական պայման, գաղտնալսումները արգելված են նույնիսկ մեր երկրում։